մեր տրամադրությունը աննկարագրելի է իրականում, որովհետև այսօր անդադար ենք ուզում խոսել մենք իրականում շանսոնիեի մասին եւ հիմա էլ ունենք հրաշալի առիթ եւս մեկ անգամ անդրադառնալու Միսիե անձնավոր արդեն ֆիլմին, որը չնայած քիչ առաջ նշեցինք այսօր բացառիկ հնարավորություն լինելու բաց թողնեք 22:40-ին հանրայինի եթերում կլինի, բայց հիմա ունենք հրաշալի հնարավորություն եւս մեկ անգամ խոսելու մի շատ լավ մարդու հետ, մի շատ լավ տաղանդավոր անձնավորության հետ, հրաշալի մայր երկու առումով, համ իրականում, համ նաև ֆիլմում, շանսոնիեի մայր, տաղանդավոր բեմադրիչ, ռեժիսոր, դերասանուհի, ընկեր, մի խոսքով շատ կարող եմ թվարկել, բայց արդեն շտապենք ներկայացնենք նրան, որովհետև նա շտապում է, ես շուտ զրույցի կարևոր տեղ պետք է չվի գնա մեկնի։ Նարինե Գրիգորյանն է մեր տաղավարում, վաստակավոր արտիստ, ռեժիսոր, համազգային մեր թատրոնի Սոսակսյանի անվան, հեռուստական ղեկավար, էլ ինչ ասենք, Բարի լույս, ասեմ, ամենակարևորը սկզբում ասել ես, հիանալի մայր, բարի լույս։ Շնորհակալ եմ այսօր մայրը ասելու համար, որովհետև առաջին անգամ էր, որ ինձ բնութագրելիս որպես մայր սկսեցին, եւ շատ գեղեցիկ էր, որ եւ որպես տան մայր, եւ որպես այսօր հատկանշական այստեղ եմ, որովհետև Ազնավուրի մայրն եմ խաղացել ֆիլմում, եւ Չնայած ժամը մեկին ինքնաթիռս է եւ պետք է թռչեմ, բայց մենք շուտով կանդրադառնանք թե ուր ասացի, որ չէ, այսօր որդուս ծնունդն է ու բոլորը ապշած նայում են, ինչ ա ասում։ Ասում եմ որդուս ծնունդն է, պիտի շուտ գնամ հեռուստատեսություն ու նոր թռչեմ։ Այնպես որ այնքան լավ մայր եմ, որ ավելի գերադասեցի ներկա լինել ու նորից նշել Ազնավուրի, հիշել իրեն իմ մեջ եւ մեր մեջ, որովհետեւ իսկապես ինքը մեզ համար մի օրինակ է, որը հենց ընկճվում ենք պիտի Ազնավուր հիշենք, որ անդադ ոտքի լինենք, իր կենսագրությունից ելնելով նաև եւ որպես հայ, որը միգրանտ էր, եւ ամեն կերպ, եւ ինչ աշխարհի մակարդակով մեծ մարդ, որ եթե նույնիսկ ասում ես Արամ Խաչատրյան չգիտեն Հայաստանը որն է եւ այլն, ասում ես Ազնավուր ճանաչում են։ Քիչ առաջ հենց դա ենք խոսում, թե ինչպես կարող է հայը հայտնվել օտար երկրում եւ դառնալ այդ երկրի խորհրդանիշը ամբողջ աշխարհում, որովհետեւ Ֆրանսիայի խորհրդանիշերից մեկն է համարվում մեր ազգային հերոսը։ Ու խաղալ այն ֆիլմում, որը նրա մասին է, նրա կենսագրության, բայց մարմնավորել ոգեշնչման աղբյուրին այդ կերպարի, որը մայրն է եղել։ Մի քիչ չնայած պատմությունները շատ են ու մենք անդադար առիթ բաց չենք թողել խոսելու դրա մասին, բայց ինչ գաղտնիքներ կա, որ դեռ չեք պատմել եւ կարող ենք այսօր պատմել մեր հեռուստադիտողին։ Եթե իրականում դրանք մնացել են արդեն որպես գաղտնիք։ Կային տեսարաններ, որ օրինակ մայրը երեխան, այսինքն մանկուց մայրն է շատ բանաստեղծություններ կարդացել Ազնավուրի համար, որովհետև Ազնավուրը այնուամենայնիվ պոետ է նաև շատ մեծ եւ այդ պոեզիայի հանդեպ սերը իր մոտ ծնողներից է եկել, մայրիկից է եկել, ով դերասանուհի է եղել եւ շատ բան փոխանցել է եւ կա որ մայրիկն է կարդում երեխայի համար, իսկ հետո երեխան է կարդում որ համար տեսարաններ կան, դե նկարանվում է, հետո դուրս է գալիս ֆիլմից, ես արդեն սովոր եմ, ես եղել է ֆիլմեր նկարվել եմ, գնացել եմ, տեսել էլ չկամ, ֆիլմում, այս անգամ բախտս բերել եք այդ ֆիլմում։ Բայց իրականում ֆիլմին շրջանակներում ինչ-որ բան կար քեզ համար, որ բացահայտեցիր շանսոնիային։ Մինչև այդ այլ կերպ էր ընկալվում, ինքը քեզ համար, գուցե մեր բոլորիս համար։ Երբ որ քո որդին չէր, այսպես ասեմ։ Հետո երբ որ քո որդին դարձավ, նոր բան բացահայտվեց քեզ համար, թե չէ։ Ինձ համար Ազնավուրը միշտ բացահայտում է եւ եթե ֆիլմը նայում եք, դա ինձ համար միայն մի ձևի Ազնավուր եք տեսնում, որովհետև մարդիկ կան ասում են, իսկ դու սիրեցիր ֆիլմը, որովհետև գիտեք ամեն մեկս մեր Ազնավուրին ունենք եւ մեկիս համար գուցե այս ֆիլմում շատ պրագմատիկ է թվում Ազնավուրը, դա այս ռեժիսորների հայացքն է, ֆրանսիացի մարդու հայացքն է Ազնավուրին, մենք մեր հայ աչքով ուրիշ ձև ենք տեսնում Ազնավուրին։ Գուցե մի օր էլ մենք հայերս մեր տեսած Ազնավուրին փորձենք ֆիլմի տեսքով ներկայացնել։ Անշուշտ։ Եվ չմնանք էլի ֆրանսիացիներից։
Հա, բայց իրենք հավատացեք ամեն ձև փորձում էին մեր տեսանկյունն էլ իմանալ Ազնավուրի մասին եւ շատ կարեւորում էին մեր հայացքը, մեր իսկ ինչպես է կարծում սա թե այսպես, ինչպես Մեր այսպես ասելով անեն։ արտիստների մասին է խոսքը գնում։ Դե ես ունեի քոչ, Նոնեն, ով աշխատում ենք, այսինքն հայերի խումբ կար, դե Միշան Ազնավուրյան նույնպես հայ էր, այսինքն հայերի խումբ կար, ում հարցնում էին իսկ ինչպես էին զրուցում տանը, իսկ ինչպես է ձեզ մոտ, օրինակ այնտեղ տանը Մասի Սարը կա, ամրացած օրինակ պատին, որ գուցե չի երևում ֆիլմում, բայց ուզում եմ ասել գեղեցիկ տեսարան է, Ազնավուրը, այո, որ կա Մասի Սարը։ Բերում է աղջկան ծանոթացնելու, իր ընկերուհուն ծանոթացնելու եւ հետեւի պլանում Սիսն ու Մասիսն են նույն դիրքով, ինչ աղջիկն ու Ազնավուրը, շատ գեղեցիկ տեսարան է։ Հա, եւ այդ կարևորում էին ու ասում էին, չէ, ասում ենք հա։ Իհարկե կարևոր է։ Ճիշտ եմ, չէ՞ հասկացա։ Այսինքն բացի նկարահանվելուց նաև շատ լուրջ գործ էիք անում։ Հաստատում էիք, որ այսա լավ չի, Հա, հետո մենք հասկանում ենք, որ ի վերջո ֆիլմը նաև առիթ է հայ մշակույթը ինչ-որ կերպ ցույց տալու։ Օրինակ կար պահսգեստ, ֆիլմի սկիզբը դե պարով է սկսում։ Եթե կհիշեք, որ Ազնավուրը իր ընտանիքը դե Կովկաս ռեստորանը ուներ, եւ ամեն երեկո այնտեղ պարում էին եւ այլն, եւ այդ ինձ համար մի զգեստ էին ընտրել, որը ռուսական տարազի էր նման, ասացի, չէ, սա ռուսական է տարազը, հայկականի չի, ինչքան էլ, հա, փոխեցին, իրենց համար տարբերություն չկար զգեստի այդ աշխատողի համար, բայց հասկանալով եւ հարգելով փորձել էին մաքսիմալ տրամադրություն ապահովեն հայկական, ինչ որ իրենց թվում էր հայկական, բայց արյուտես ինչ տարա որ ձեր միջակայքում որպես տարազային, բայց ասացի չէ, սա ռուսական է եւ շատ նեյտրալ շոր ընտրեցինք, բայց ինձ համար շատ կարեւոր էր եւ նաեւ օրինակ կային բառեր, որ օգտագործում ենք եւ թուրքերեն էլ եւ այո, Միշա Ազնավուրյանը ռուսերեն էլ էր խոսում, որտեւ Վրաստանից գնացած հայ էր, բայց մենք փորձել ենք ամբողջը հայերեն պահել, թուրքերեն բառերը հայդեբան, ամբողջից զերծ պահել որպեսզի շատ մաքուր հնչի այն հայկական մասը, որը կարող է հնչել եւ ամենասկզբում դե որ շատ անսպասելի է ես դահլիճում դա զգացի, որ սկսվում է ֆիլմը եւ հանկարծ հնչում է ես աչք ու դու լույս հոգի, առանց լույս աչք խավար եւ այդ բանաստեղծությունները մի քանի բանաստեղծություն կար, որ ընտրված էր, որ քնարը կարդում է երեխաների համար Հենց կարդացի Քուչակ, մի անգամից էլ ինչ կարդացի, ասացին այդ Քուչակը հանճարեղ է եւ այդ իրենց դա ֆիլմի ուրիշ մասում էր գրված սցենարի, բայց հետո ես որ գնացի մոնտաժ, ես գնացի ֆրանսերեն ինձ կրկնօրինակելու ֆրանսիական հեռուստատեսության համար եւ այդ ժամանակ առաջին անգամ տեսա ֆիլմից կադրեր եւ ամենասկզբից որ ֆիլմը սկսվեց ու դե չէի սպասում որ դա ֆիլմի սկզբում է եւ որ սկսվեց շատ հուզիչ էր այդ որ պարում են ու եղեռնի տեսարաններն են իրենք էլ ճիշտ ասած ուզում էին տեսնել թե ես ոնց եմ այդ ամեն ինչին արձագանքելու դե շատ հուզիչ էր որովհետեւ ասեցի որ այս մոնտաժը այն մասին է որ մենք այնուամենայնիվ պարելով հաղթահարեցինք, ապրելով հաղթահարեցինք այդ եղեռնը եւ երբ մոնտաժ էին անում ասում էին պիտի այստեղից սկսել որովհետեւ Ազնավուրը սա է, այս կետից է սկսում Ազնավուրը իր ընտանիքից, եղեռնից, եւ այդ պարերի, այդ երգերից, որ հա, իրականում քիչ առաջ որ մենք խոսում ենք, կարծես հասուն ես շուտ վերջացնեմ, որ ֆրանսիացիները հարցնում էին, որ նրանց պատկերացումներով նկարեցին, բայց մեզ այդ հարցնելու համամարտկային արժեք լինելու դեպքում, երբ որ մի անձնավորություն, մի արտիստ, հա, համամարտկային արժեք է, նկարահանել նրա մասին ֆիլմը շատ պատասխանատու աշխատանք է իրական, որովհետև անկեղծ դու շատ ճիշտ նշեցիր, որ ամեն մեկս այլ ընկալում ունենք մենք շանսոնիեի մասին։ Ես նրան լրիվ ուրիշ կերպ եմ ընկալել, ուրիշ ձև եմ նրան իմ մեջ այսպես ճանաչում, իմ աշխարհում նա ուրիշ ձև է ապրում։ Մանեն լրիվ այլ ու երբ որ մենք տեսնում ենք ինչ-որ լրիվ այլ ֆորմատով կամ լրիվ այլ տեսանկյունից այլ աշխարհայացներով ներկայացված շանսոնի ասում ենք դե լավ է չէ այս ֆիլմը դե ես ցես չէի ախր չէ ու սկսվում է բողոքը որովհետև իրականում ցիլներս անկեղծ շատ բարդ է երբ որ
մեկ արտիստի մասին, որը որ համամարտկային արժեք է հանդիսանում, նկարանել ֆիլմ ու գոհացնել բոլորին։ Դա շատ դժվար է, բայց նաև շատ հետաքրքիր է հենց այս տարբերակով էլ մեկ այլ ուղղությունով ճանաչել մեր մեծն շանսոնյային, չէ՞ որ սա այլ ուղղություն է կամ այլ մի հատ լրիվ աշխարհ, որ մենք չենք նրան տեսել ու չենք էլ պատկերացրել։ Հարց ունեի, որը քո մտքի դրամաբանական շարունակություններ իրականում ուզում եի հարցնել աշխատել ֆիլմում, նույնիսկ այդ բարդ տեսարանները, թե նկարահանվել, թե հետո մոնտաժը տեսնել, մեկ այլ պատմություն է եւ այլ բան է նստել դահլիճում ու քո հայրենակիցների կամ այլազգի մարդկանց հետ դիտել այդ ֆիլմը։ Ինչ էմոցիաներ են գալիս ֆիլմը դիտելու ընթացքում եւ ինչպիսի ազնվոր տեսակ ֆիլմում արդեն, ոչ որպես դերասանուհի, այլ որպես հանդիսատես, ով կողքից նայում է այս process-ին։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կասեի, որ Միսիո Ազնավուր ֆիլմում այն պրագմատիկ ազնավուրն է, որը տեսնում ես ինչպես է հարթել ճանապարհը, ինչքան է գնահատել ամեն կոպեկը, ինչպես է ծանր կյանք ունեցել եւ կարողացել դա հաղթահարելով հասնել։ Դա շատ երբ Փարիզում էի նայում, հասկանում եմ, որ շատերի հոգու հետ է արձագանքում, որովհետև շատ էմիգրանտներ կան Փարիզում եւ շատերի համար դա մի կայանալու երկիր է եւ Ազնավուրը օրինակ է, թե ինչպես կարող է էմիգրանտը դառնալ այդ երկրի սիմվոլը։ Եվ անգամ տաղրահիմն էլ իր կենսագրության մեջ ինչ որտեղ իսկապես Ազնավուր է իր կյանքով, որովհետև նա շատ ծանր մանկություն է ունեցել, բազմազավակ ընտանիք էին, համարակրթություն չէր ստանում եւ այլն, եւ շատ աղքատ էին եւ այսօր ինքը տաղրահիմն է։ Ուզում եմ ասեմ կենսագրական նմանություն էլ ունի Ազնավուրի հետ։ Զուտ որպես անհատ։ Գուցե դա նաեւ հաշվեն առել։ Դա հաշվեն, ես casting դիրեկտորն էր խոսում, ինքը հենց դա էր ասում, թե ինչու ընտրեցին Տաղրահիմին նաև։ Հա, այդ որ Փարիզում էին նայում, դե այնտեղ ամենաշքեղ կինոդահլիճում էր, ամենաշքեղ կարմիր գորգերը եւ լիմուզիններով էին մեզ բերում եւ այլն։ Բայց այստեղ որ նայում ենք, ես էլ առաջին անգամ որ տեսա, ես ասացի, ես իմ Ազնավուրը չի, իմ սրտի Ազնավուրը չի։ Բայց երբ Հայաստանում նայում ենք, ամենասկզբից էլ որ սկսվեց, ես արդեն սկսեցի լացել, որտեղ սկսեցի հայի աչքով նայել, որ այդ սկզբնաղբյուրը որտեղից սկսում է Ազնավուրը։ Հետո արդեն շատ վախենում էի, թե ինչպես կարձագանքեն հայերը, բայց ինձ թվում է մենք այնքան շատ ենք սիրում Ազնավուր, որ Ազնավուրի բոլոր դրսևորումներն ենք սիրում եւ դրա համար շատ ջերմ ու քաղցր ընդունեցինք եւ ես շնորհակալ եմ, որ եւ շատ լավ հյուրընկալեցինք մենք եւ հյուրերին եւ ռեժիսորներին եւ այլն եւ իրենք շատ հիացած էին մեզնով մեր հյուրընկալությամբ եւ իհարկե այնպես թե ինչպես հայերը ընդունեցին։ Կարծեմ պետք է բազմասերիանոց այսպես մի շարք նկարահանվի Շարլ Ազնավուրի որ որևէ բան բաց չթողնի։ Մի քանի սեզոններով։ Եթե լիներ հնարավորություն ֆիլմում Ազնավուրի կյանքի կամ գործունեության, թե անձնական, թե արդեն կարիերայի որևէ դրվագ ավելացնել, որևէ գույն Ազնավուրի ավելացնել, Նարինե Գրիգորյանը որպես ռեժիսոր ո՞ր գույնը կավելացներ։ Տեսակը ո՞ր տեսակը Ազնավուրի։ Հուզվող, սրտառուչ, որովհետև իր երգերում զգացվում է հոգին, ինչքան էլ օրինակ ինքը ամեն կոպեկի արժեքը գիտեր, ես պիտի այս փողը պահել, որ հետո նորից համերգ կազմակերպել եւ այլն, դրա հետ մեկտեղ շատ հոգի մարդ էր, դրա համար որ նույն երգը երգում են շատ երգիչներ, նորմալ է, բայց հենց Ազնավուրի երգում է, չես կարողանում, լացդ գալիս է։ Հա, եւ հատկապես նկատի ունենալով, երբ մարդը ձայն չունի, բայց աշխարհի մեկ երգիչներից է, մտածում ես այդքան հաղթահարել գիտակցության բոլոր կաղապարները, բոլոր կարծրատիպերը։ Դրա համար ես միշտ ասում եմ, նախ իմ կարծիքով այն, որ ես նկարվել եմ Փարիզում, ինքս ֆրանսերեն չիմանալով, ֆրանսիական ֆիլմում, ֆրանսերեն լեզվով, դա եւս մի կարծրատիպ էր հաղթահարելու մի բան է, որ միշտ էլ կարելի է Հայաստանի դերասանները հնարավորություն ունենան դրսում նկարվելու, անկախ նրանից որքանով են տիրապետում այդ լեզուն, որտեղ չկա գիտակցությունն է սահման դնում, իրականում սահման չկա։ Իրականում ապրելով Հայաստանում կարելի լինել աշխարհի դերասանը։ Միանշանակ, բայց հիմա ուզում եմ քնարից գանք դեպի Նարինե։ Հիմա գանք Նարինե։ Քանի որ սահման չկա։ Չենք կարող քեզ այսպես առիթի բաց չթողնել ու քեզանից մի քիչ հարց ու փորձ չանենք, թե ինչ նորություններ կա, հատկապես որ նշեցիր, որ ժամեր անց, երբ մի քանի ժամից պետք է չվես ուր։
Ժամը 1:55, ինքնաթիռս թռչում է Մոսկվա, մեկնում եմ Չեխովյան փառատոնի պրես-կոնֆերենսին, մամլո ասուլիսին։ Բացումն է Չեխովյան փառատոնի եւ մենք ներկայացնում ենք մի պրոյեկտ, որը Հայաստան, Ֆրանսիա եւ Ռուսաստան համատեղ նախագիծ է, դա Սիմոն Աբգարյանի Պենելոպե պիեսն է եւ հիմա Սիմոն Աբգարյանը այստեղ է եւ սկսել է փորձերը համազգային թատրոնում, պարզապես իրականում ինքը պետք է գնա ներկայացնի, բայց ելնելով աշխարհի քաղաքական դիրքերից ստիպված եմ ես գնալ ներկայացնել այս նախագիծը։ Քանի որ մեր ժամանակը հիմա ավարտվում է, բայց թեման շատ հետաքրքիր է, հաջողություն ենք մաղթում մեր ընկերներին, գործընկերներին եւ հույս ունենք, որ շատ շուտով, այո, կխոսենք նաեւ այս նոր ներկայացման մասին եւ մանրամասներ կպատմենք նաեւ ներկայացումից արդեն մեր հեռուստադիտողներին։ Բարի թռիչք եւ շնորհակալ ենք առավոտ այս կարեւոր օրվա եւ տոնական օրվա մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալ եմ։ Վայ, հաջողություն ենք մաղթում, բարի թռիչք, փափուկ վայրեջք, հետո բայց խոստանում ես, չէ՞ որ կհանդիպենք, մի քիչ կխոսենք նաեւ այս ներկայացումով։ Եվ կարծում եմ Սիմոն Աբգարյանի հետ։ Հա, մենք ստեղ քաղաքական ոչ մի խնդիրներ չունենք, հանգիստ կարող ենք դրան ընդունել, հատկապես որ արդեն ընդունել ենք, պատրաստ ենք նորից դրան մեծ սիրով ընդունենք։ Քեզ հաջողություն ու առասարակ բոլոր աշխատանքների եւ պրոյեկտների նախագծերի շրջանակներում շնորհակալություն, որ մեզ հետ առավոտը սկսեցիք։ Բարի ճանապարհ նաեւ, իսկ մենք սիրելիներս շարունակելու ենք այսօր մեր թողարկման ընթացքում խոսել ու պատմել բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ մեծն շանսոնիայի մասին, բայց այս պահին պետք է ավաղ խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, ովքեր կներկայացնեն օրվա լրահոսը։